Մենք եթե արժանանանք երկնքի արքայության մեջ պետք է արժանանանք Աստված տեսության, Աստված հայտնության բազմաթիվ դարաշրջաններ են, ժամանակներ են եղել։ Առաջին Աստված հայտնությունը դրախտում է։ Աստված խոսում էր Ադամի հետ, ինչպես էր խոսում, դե մեզ հայտնի չի։ Պատվեր տվեց չուտել բարու չարի ծառի պտղից եւ ուտել մյուս պտուղներից։ Հետո դրախտից վտարուցումից հետո Աստված հայտնության կերպը փոխվեց, ինչու, որովհետեւ մարդիկ շատ մեղավոր դարձան։ Աստված երևաց Նոյին, ասաց տապանը կառուցիր։ Ինչպես է խոսում, անանձնական հայտնություն էր։ Միակ մարդն էր ողջ մարդկության մեջ Նոյը, որ անձնապես երևաց եւ խոսեց, ասեց տապանը կառուցիր, մարդկությունը պետք է բռնի։ Տեսեք, աշխարհը հրճակ կարևորագույն իրադարձություն պետք է լիներ։ Ամբողջ աշխարհը ջրհեղեղով պետք է վերանար։ Դրա համար Նոյին մենք ասում ենք մարդկության երկրորդ նախահայր։ Նոյից մարդկություն նորից սկսեց։ Երևաց Աբրահամին, ասաց երկնքի աստղերի եւ ծովի ավազի չափ սերունդը պետք է լինի, թող քո երկիրը գնա ուրիշ տեղ, որտեղ որ ես քեզ կասեմ։ Երևաց Մովսեսին, այսինքն այս բոլորը ես որ ասում եմ մարդկության պատմության կարևորագույն դրվագներ են, որ նոր Աստված հայտնություն պետք է ստեղծվեր, սկսեր։ Նոյը կոչվում է բնական հավատք, Աբրահամը կոչվում է բանական հավատք, Մովսեսը կոչվում է գրավոր հավատք։ Ի վերջո մեր Տեր Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգով հաստատեց շնորհի Աստված հայտնությունը, Սուրբ Հոգու սիրո շնորհի Աստված հայտնություն։ Վերջին հայտնությունը մարդկության եղել է Հովհաննես Ավետարանչին։ Հովհաննես Ավետարանչը տեսավ հայտնությունը աշխարհի վախճանի մասին։ Եվ գրեց այդ բոլորը մեզ փոխանցեց։ Եվ սրանից դուրս համընդհանուր ամբողջ մարդկության տիեզերական իմաստով հայտնություն չեն եղել եւ պետք է չի որ լինեն, չեն էլ կարող լինեն։ Մնացածը մարդուն Աստված ամեն ձևով մարդու հետ կարող է խոսել։ Բայց Աստված չի սիրում երազների եւ հատկապես տեսիլքների միջոցով խոսել, չէ, չի սիրում։ Ինչու, որտեղ դա իր լեզուն չի, իր լեզուն որն է, Սուրբ Գիրքն է, Աստծո խոսքն է, որ մեզ հետ Աստված խոսում է։ Տեսեք, ես մի քանի Աստված հայտնության օրինակներ բերեցի, անձնական հայտնություն, հրաշքով մարդը հավատքի է դառնում, չէ, ինչ որ հրաշք է տեսնում, հավատքի է դառնում։ Աստված անձնապես հայտնվում, օրինակ Պողոս Արաքյալին հայտնվեց, Պողոս Արաքյալը կուրացավ։ Եվ Քրիստոս երևաց իրեն, խոսեց հետը, ասեց ինձ մի հալացի, եւ Պողոս Արաքյալ դարձի եկավ։ Սա անձնական հայտնություն էր։ Պողոս Արաքյալը պետք է բոլոր առաքյալներից մեծը լիներ, ամբողջ աշխարհով մեկ պետք է ավետարանը քարոզեր։ Դրա համար Պողոս Արաքյալին անձնական հայտնություն ունեցավ։ Բայց այս բոլորով հանդերձ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, ամենաբարձր, ամենագեղեցիկ, ամենասքանչելի հայտնությունը որն է, ասում է Սուրբ Գիրքն է։ Ավելի լավ է, որ դու Սուրբ Գիրքը կարդաս, անկեղծ սրտով հավատաս, քան թե քո կյանքում մի հատ հրաշք լինի։ Քան թե, այսինքն մենք եթե հավատանք առանց հրաշքի, մենք ավելի բարձր ենք, քան թե Պողոս Արաքյալը, որ կուրացավ ու նոր հավատաց։ Եվ նույնն էլ Քրիստոս է ասում, չի ասում, դուք տեսաք եւ հավատացիք երանի նրանց, ովքեր չեն տեսնի։ Այսինքն իրականում մեզ ավելի երանի է համարում մեր Տերը, որտեղ մենք առանց տեսնելու հավատում ենք։ Եվ ինչ է ընդհանրապես տեսողությունը։ Կա հոգու տեսողություն, կա մարմնավոր տեսողություն, կա հավատքի տեսողություն։ Տեսեք, մենք աչքերով տեսնում ենք, չէ՞։ Մենք կարող ենք մտքով էլ տեսնել, օրինակ մենք շատ բաներ չենք տեսել, բայց մտքով կարող ենք պատկերացնել ինչ որ տեղ, ինչ որ դեր, քիչ որ իրադարձություն։
Բայց այս երկուսը աչքի տեսողությունը ու մտավոր տեսողությունը էականորեն տարբերվում են այն հավատքի տեսողությունից։ Ինչը որ տեսան սուրբերը, mēs չգիտեմ ինչպես տեսան մարգարեները, Եսային տեսավ սերովբեներին, Եզեկիելը տեսավ քերովբեներին, քարադեմ կառքը տեսավ, Աստված նստում է սերով, ես չգիտեմ ինչպես տեսավ, բայց մտավոր եւ մարմնավոր տեսություն չէր դա։ Եվ հիմա ինչն է մեր սխալը։ Մենք քանի որ այդ մտավոր եւ մարմնավոր տեսողությունից կարծես չենք բարձրանում, դրա մեջ էլ ուզում ենք տեսնել Քրիստոսին, տեսնել հրեշտակն, տեսնել երկնավոր, բայց մենք ցածր ենք։ Մեր երազներն ինչ են, մտավոր տեսողությունը։ Մեր աչքն ինչ է, մարմնավոր տեսողությունը։ Երբեմն մարդիկ ասում են մենք մեր աչքերով Քրիստոսին ենք տեսել կամ մենք մեր երազի մեջ Քրիստոսին ենք տեսել։ Եկեղեցու սուրբ հայրերն ինչ են ասում են մենք Քրիստոսին չենք ուզում այստեղ տեսնել։ Ուզում ենք երկնքում տեսնել։ Այսինքն չշփոթվենք։ Այդ մեր տեսածը այն ինչ որ մարգարեներն են տեսել, այն հայտնությունը չի ինչ որ Նոյն ա ունեցել, ինչ որ Աբրահամն ա ունեցել, ինչ որ Մովսեսն ա ունեցել, ինչպես Պողոս Արաքյալն ա ունեցել, դա չի։ Էական, որակական տարբերություն կա, մենք չգիտենք դա ինչպես է եղել։ Եթե հասնենք դրան, այն սուրբերը չեն էլ ուզեցել տեսնել, բայց ստիպված են եղել։ Աստվածի Մովսեսին երևում է, ասում է գնա Իսրայելին հանես։ Ուրիշ ուղարկի, չեմ գնում, ո՞ր թե չես գնում։ Գնա։ Գնա Ահարոնը լավ է խոսում, իրան ուղարկի։ Չէ, դու գնա հրաշքները գործի, Ահարոնը կխոսա։ Երեխու նման ձեռից բռնում է, համոզում է, տանում է։ Երեմյան ասում է, ես մանուկ եմ, ասում է, չէ, որտեղ ուղարկեմ, պետք է գնաս։ Չէ, չէ, որտեղ ուղարկեմ, պետք է գնաս։ Ամոսն ասում է, ես հովիվ եմ եւ ոչ թե մարգարե, ասում է, ես իմ հոտերն էի հովում, մեկ էլ Աստված երևաց, հովը ինձ վերցրեց, ասեց, արի գնա, դու պետք է մարգարե անաս։ Այսինքն իրականում այդ սուրբերը բոլոր մարգարեները չեն էլ ուզում իրանց համար խաղ հանգիստ ապրում են, բայց Աստված երբ որ կանչեց, ելուր պետք է փախնես Աստծո կանչից, չես կարող փախչել։ Ուրեմն իսկ մենք մեր մոտ հակառակն է, չէ, մենք ուզում ենք դրի տեսնենք Քրիստոսին, տեսնենք հրեշտակներին, տեսնենք։ Իսկ եկեղեցու սուրբ հայրերին ինչ ասում, իրան թե ձեր մեղքերը տեսնեք։ Ամեն